ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է հանրային աղմուկը որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ թեմայով քննարկումը։ Խնդիրը արդիական է, բողոքողները բազմաթիվ, ուղղված և մեր հանձնաժողովին և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին խնդիրը բարձրաձայնելու, գործող իրավակարգավորումները և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու, խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների, խնդրով հետաքրքրված քաղաքացիների։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ առանձնացնում է ավտոլվացման կետերից, շինհրապարակներից հնչող բարձր աղմուկն ու դրանից բխող խնդիրները։ Ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է մեր բոլորի օրգանիզմի վրա։ Եվ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված այդ նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, խնդիրը մեծ ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Աղմուկի գերազանցող մակարդակի պարագայում միանշանակ մի շարք մարդու հիմնարար իրավունքներ են խախտվում և անթույլատրելի է պարզապես այն մակարդակը և դեպքերի այն ծավալը, որը ընդհանրապես մենք ունենք մեր հանրապետությունում, իհարկե առաջին հերթին Երևան քաղաքում, բայց այս խնդիրը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքում աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված դեպքերով, մենք բազմաթիվ դեպքեր ունենք նաև հանրապետության այլ տարածքներում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ կարծում է Հայաստանում այս ոլորտի օրենսդրությունը պետք է ամբողջությամբ վերափոխման ենթարկվի։ Աղմուկի մասով մենք ինչպես խնդիրներ ունենք և պետք է աշխատենք թե օրենսդրական կարգավորումների, թե վարչարարության, բայց նաև շատ մեծ գործ ունենք անելու տեղեկացվածության, աղմուկի ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության և մշակույթի փոփոխության առումով։ Նախարարը տեղեկացրեց 2024-ին հանրային առողջության մասին օրենքն ամբողջությամբ վերանայվել է։ Դրանում կարգավորումներ են ներառվել նաև աղմուկի վերաբերյալ։ Ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ ուրեմն նորմերը և թույլատրելի շեմերը և թույլատրելի ուրեմն չափորոշիչները, ինչպիսին պետք է լինի ձայնը և երաժշտությունը, տեխնիկայից եկող աղմուկը, թրթռումը և բոլոր այս ուրեմն մասերով պետք է մենք մեր ենթաօրենսդրական ակտերը ևս փոփոխությունների ենթարկենք։ Խորհրդարանականների հետաքրքրող հարցերին պատասխանում է նախարար Ավանեսյանը։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ասեք, թե կառավարության ծրագրի որ դրույթն է նախատեսում, որ առողջապահության նախարարությունը աղմուկի կարգավորման իմաստով պետք է քաղաքականություն մշակի։ Այո, հանրային առողջության մասին օրենքը մեր կարևոր գործառույթներից և միջոցառումներից է, որ դրա փոփոխությունը իրականացրել ենք։ Այսինքն, այո, սա բխում է նաև մեր ռազմավարությունից և կառավարության ծրագրից։ Ով է վերահսկող, ով բռնող մարմին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու Անահիտ Ավանեսյանը պարզաբանել են։ Ինչպես եք պատկերացնում պրակտիկորեն աղմուկի դեմ պայքարը, որովհետև մենք գիտենք, որ ընդունվել է մինչև հիմա նույն հրավառությունների մասին նախագիծը օրենք դարձավ և հնարավորություն չկա, որ մենք կարողանանք վերահսկել երբ ով որտեղ պետք է հրավառություն իրականացնի։ Հիմա դրանից հետո գալիս եք ավելի մի հատ ուրիշ օրենք եք բերում, աղմուկ, որի բացահայտումը ես տեսականորեն չեմ պատկերացնում, հաշվի առնելով են նաև տեխնիկական հնարավորությունները, որոնց մասին ձեր ելույթում չասեցիք, ինչպես պետք է դրանք կոնկրետ այսպես ասեմ, բռնացնեք։ Առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող է և բռնող մարմին չէ, ուստի խնդրեմ ձեր հարցերը ուղղել հասցեական։ Այո, դուք բռնող չեք, դուք վերահսկող եք և պիտի այնպիսի քաղաքականություն մշակեք, որ բռնողները կարողանան բռնել։ Խորհրդարանական լսումների մասնակիցներից շատերն էլ այս քննարկմանը դեմ արտահայտվեցին։ Կարծում են կարևոր այլ հարցեր կան, որոնց առաջնահերթություն պետք է տալ։ Եթե այսօր Հայաստանում կա արդի այլ խնդիրներ, մասնավորապես առողջապահությանը վերաբերվող, Հայաստանում ոչ թե աղմուկի քննարկման առարկա սարքեին, այլ աղտոտվածության։ Երևանը այսօր համարվում է
ամենաաղտոտված քաղաքներից մեկը Անդրկովկասյան ռեգիոնում։ Նույնիսկ երկու անգամ գերազանցելով Բաքուն եւ Թբիլիսին, եթե չեմ հիշում 130 թիվ էր նշվում, 60 եւ 70։ Այդ տրամաբանությունը, որ արդյոք սա արդիական է, թե արդիական չէ, արդիական որ չլիներ չէին կազմակերպի, այսքան մարդը չէր գա։ Եթե դուք արդիական չեք համարում, չեք եկե մասնակցեք այս քննարկմանը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։